Համաձայն եք ընդդիմադիր խմբակցության հետ, որ դա արվեց բանակի օրը նսեմացնելու համար։ Բարև ձեզ, նախ շնորհավորում եմ մեր բանակի, մեր փառապանծ բանակի 34-ամյակը, 34 տարի առաջ կազմավորվեց հայոց բանակը եւ հայոց բանակը գործով ցույց տվեց, որ մեր երկրի անվտանգությունն ու անկախությունը առաջի հերթին հնարավորություն է ստեղծում, գոյություն ունենալու մեր պետականությունը ամուր պահելու, դրա երաշխավորը մեր բանակն է, մեր զինված ուժերն են եւ ոչ թե օրը փոխելով նրանք ինչ որ գործողություն արեցին, այլ էությունը փոխելով, փառապանծ բանակի, հաղթանակած բանակի էությունը փոխեցին որպես ոչ առաջնային նշանակություն ունեցող գործիք, ոչ առաջնային նշանակություն ունեցող ուրեմն կառույց, ասելով, որ մենք գնում ենք խաղաղության, այդ կեղծ խաղաղության փողի տակ հանձնեցին Արցախը, այն Արցախը, որը նորից եւս մեկ անգամ պետք է ասեմ, որ պահպանվում էր հայոց բանակի, հայ զինվորի կողմից ազատագրված Արցախը, հայ զինվորի կողմից ազատագրված Արցախը հանձնվեց այսօրվա օրվա կառավարիչների կողմից եւ երիտասարդները այսօր հիշում են բանակի կազմավորման օրը, հիշում են եռատոնը, հիշում են Շուշիի ազատագրումը, հիշում են անկախ Արցախը եւ դաստիարակվում են եւ մոտեցումները ձևավորվում են այդ տրամաբանությամբ մեր կուսակցությունը կանգնած է մեր բանակի ստեղծման ակունքներում, մեր անկախության ակունքներում, մեր կուսակցության նախագահ Սերժ Սարգսյանի ստորագրությամբ է ազատագրվել Շուշին եւ մենք այո այդ տրամաբանությամբ ենք շարունակում մեր քաղաքական ընթացքը, այն է վերականգնել բանակը, որպեսզի կարողանանք ձևավորենք խաղաղություն, որտեղ ըստ էության Նիկոլ Փաշինյանը պատերազմի կուսակցության ղեկավար է, իսկ Սերժ Սարգսյանը խաղաղության կուսակցության ղեկավար է, որը կերտել է խաղաղություն, շոշափելի խաղաղություն, ոչ թե խոսքով, այլ գործով, երբ բանակը Հայաստանի Հանրապետության զինված ուժերը տարածաշրջանում գործոն են եղել եւ Հայաստանը գեոքաղաքական քարտեզում գործոն է եղել, ոչ թե գործիք, ոնց որ այսօր։ Իրենք ասում են խաղաղության նորակարգ տանելուց եւ խաղաղություն հաստատելուց, ահա տեսեք, մենք արդեն լավ հարաբերություններ ենք ստեղծել մեր երբեմնի թշնամի այսօրվա բարեկամների հետ, մեզ բանակ անհրաժեշտ չէ, մյուս կողմից էլ Նիկոլ Փաշինյանը ասում է, որ հայոց բանակը երբևէ այսքան զինված եւ այսքան հզոր չի եղել, ինչպես իրենց իշխանության ժամանակ։ Մենք տեսել ենք գործի վրա քարորիա պատերազմի ժամանակ մեր բանակը ցույց է տվել իր հզորությունը, երբ թուրք-ադրբեջանական տանդեմը տարբեր երկրների աջակցությամբ հարձակվել էր Արցախի վրա, մենք 4 օրում նրանց հետ ենք քշել եւ ստիպել ենք, որպեսզի Իլհամ Ալիևը բացահայտ ասի, որ նրան փակտարների հետևում ստիպում են ճանաչել Արցախի անկախությունը։ Սերժ Սարգսյանի կառավարման տարիներին Իլհամ Ալիևը ասում է, որ նրան ստիպում են ճանաչել Արցախի անկախությունը, Նիկոլ Փաշինյանի կառավարման տարիներին նա ասում է, որ Արցախը միշտ ադրբեջանական է եղել եւ այսօր Արցախը օկուպացված է ըստ էության եւ սա է լավագույն ուրեմն համեմատականը, հա, այն ժամանակվա եւ հիմիկվա տարբերությունը շոշափելի է ոչ թե ուղակի կարծիք, այլ կա ուրեմն օբյեկտիվ իրականություն, այդ օբյեկտիվ իրականությունը հետեւյալն է։ Մինչև 2018 թվականը մեր սահմանները անառիկ էին, մենք ունեինք շատ հզոր զինված ուժեր, որոնք հողի վրա խնդիրներ էին կարողանում լուծեին, այսօր մենք չունենք այդ իրականությունը, որովհետև հանձնված է Արցախը, որովհետև Հայաստանի Հանրապետության տարբեր սուվերեն տարածքներ հանձնված է, բարձրունքներ հանձնված են եւ մենք այսօր այսինքն հանձնման տրամաբանության մեջ ենք շարունակում մեր ընթացքը այսօր խոսքով Ալիևը ասում է, որ կա այո, խաղաղությունը հաստատվել, բայց այդ խաղաղությունը հաստատվել է մեր նայեք 3000 տարվա ընթացքում չի եղել դեպք, որ Արցախում հայ չի ապրել։ Միայն Նիկոլ Փաշինյանի կառավարման տարիներին է, որ Արցախում մի քանի օր առաջ Արցախից դուրս եկան էթնիկ զտման ենթարկվեցին վերջին հայերը, հա, 10-15 վերջի հայը։ Եվ այս ամեն ինչը այս ընթացքը կասեցնելու համար պետք է ունենալ հզոր բանակ, որը մենք ունեցել ենք մինչև 18 թվականը, որը կերտել է առաջի Ղարաբաղյան հերոսամարտի հաղթանակը քարորյա պատերազմի
հաղթանակը եւ 44 օրյա պատերազմի հաղթանակներ կկերտեր վստահաբար, եթե մեջքից հարված չստանար։ Շնորհակալություն։ Շնորհակալ։